Աստված թող բոլորիս առողջություն տա, իսկ ամեն տարին ինքը կթելադրե, թե ինչ պիտի անենք։ Մենք չգիտենք, թե մեզ վաղը ինչ է սպասում, եւ թե հիմնականում պատվերներից է կախված, թե ինչ պատվերներ կգան կամ ինչ պահանջմունքներ կլինեն։ Թե չէ, եթե դրանք չլինեն, էլի սովորական նույն ստեղծագործական այն առօրյա ապրեմ, ոնց որ ապրում եմ։ Ամեն տարի ամեն մարդ մի երազանք ունի։ Ես էլ երազանքների մեջ չնայած այս տարիքից դե երբ մարդը ապրում է, արդեն տարիքը այդտեղ չի նկատվում, ցանկություններ ունեցել եմ եւ գրեթե ոչ 100%-անոց, բայց ինչ որ 90%-ի արդյունքով իկադեր է ազվել, ապրում եմ իմ ընտանիքի հետ, թորների հետ, այս պայմաններում փառքաստու եւ ինչքան տեսնում եմ, որ ժողովուրդը ավելի լավ է սկսել ապրել, ավելի շատ ժպիտ եմ տեսնում մարդկանց դեմքին, իսկ դա շատ կարևոր է։ Մարդը միշտ պետք է ժպտա, որովհետև առանց ժպիտի հնարավոր չի ապրել։ Եվ այդ ժպիտը թող միշտ բոլորի եսին ունենա իր խորհրդանիշը, միշտ աճվի ժպիտը նրանց դեմքին եւ նաեւ հոգին ժպտա, ամենակարևորը։ Կուզենայի, որ ամեն մի մարդ, ամեն մի օջախ գտնի իր երջանկությունը իր ցանկացածից չափով ունենա հաջողություններ, առողջ լինի եւ ամենակարևորը խաղաղության մեջ ապրի, որովհետեւ այդ շատ կարևոր բան է հայ ժողովրդի համար, արդեն հոգնել է բազում տարեր մենք ապրել ենք նմանատիպ իրավիճակներում եւ հույս ունեմ, որ գալիք 26 թիվը պետք է այդ թունելի վերջը լինի եւ լուսաշող Հայաստանի վերջը պիտի մատուցվի մեր իսկ ճանկերի շնորհիվ, մեր ապրազների շնորհիվ եւ մենք փոխանցենք դա մեր սերունդներին։ Ես բոլորի ամանորը շնորհավորում եմ, Սուրբ Ծնունդը շնորհավորում եմ եւ թող ապրեն այնպես, ինչպես իրենք կկամենան։ Թատրոնը անդադար պրոցեսի մեջ է, տարեկան առնվազն 4 ներկայացում է ծնվում, որը ստեղծագործական կազմի համար եւ թատրոնի աշխատակիցների համար եւ մեր շատ սիրելի հանդիսատեսի համար մեծ իրադարձություն է։ 2025 թվականը եւ ես եւ մեր թատրոնը սրտանց անհամբեր սպասում էինք, որովհետեւ մեծ փոփոխությունների շրջան էր մեզ սպասվում, մենք նշելու ենք մեր թատրոնի 160 տարին, որը մի ամբողջ ուրախություն եւ հպարտություն էր գյումրեցիների համար եւ ինչու ոչ որպես պետական թատրոն Հայաստանի Հանրապետության պատմության համար, մշակույթի պատմության համար։ Պարգևատրվեցին ոչ միայն նրանք, ովքեր արժանի էին, այլ ուղղակի նրանք, ովքեր նպաստել էին պատմությունը կերտելու հարցում եւ շատերը դեռ կերտելու են եւ մեծ լումա ունեն այդ հարցում։ Կարծում եմ յուրաքանչյուր անձ, ով պարգևատրվեց բազմապիսի ձևով, դա զուտ ի նպաստ էր դեպի այն պատմությանը, որ սերունդները պիտի ծանոթանան։ Ինչ կցանկանամ մեր հանդիսատեսին, հեռուստադիտողին, յուրաքանչյուրս միշտ սպասում ենք, որ տարին ինչ-որ փոփոխություններ պիտի լինի, ակնկալիք ունենք, սպասումներ ունենք, բայց ես ցանկանում եմ, որ մենք ինչ-որ մեկից այդ սպասումը չունենանք։ Մենք ավելի շատ սպասում ունենանք ինքներս մեզանից, որովհետև մենք յուրաքանչյուրս պետք է փոխվենք։ Մենք շատ ենք սպասում դիմացինից փոխվել, բայց այնինչ մենք ինքներս ունենք թերի կողմեր, բաց կողմեր, որոնք որ շտկելու դեպքում կկարողանանք ի նպաստ մեր երկրի ապագայի անել դա։ Տարին միշտ հիմնականում ինձ համար ակնկալիքների տարի է, բայց առաջինը միշտ ես սպասում եմ ինքս ինձանից, թե իմ կյանքում ես ինչ կփոխեմ, ինչ կշտկեմ, ինչ կուղեմ, որը նպաստի հասարակական գործունեության համար, մանավանդ այս դեպքում թատրոնում որպես ծառայող, ստեղծագործող, ինչպես մարմնավորել կերպար, ինչպես հասցնել տեղ, իմ անձնական արդեն դեպքում ստուդիայի, թե ինչպես կրթել սաներին, ինչպիսի հասարակական գործունեության մեջ մասնակից եղող երեխաների մենք կկրթենք, որ ի նպաստ էլի մեր երկրի լինի, կարծում եմ ինձ համար ամենակարևոր բանը 2026 թվականին ես ուզում եմ իմ շրջապատում, իմ հարազատների մեջ իմ հայ ազգի համար լինի անձնական փոփոխության տարի։
մենք հավատավոր ժողովուրդ ենք, քրիստոնյա ազգ ենք եւ ես շատ կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը 2026 թվականը ավելի շատ դիմավորեր զղջման, ապաշխարության, հոգեվիճակով, որպեսզի եթե մենք հավատավոր ենք, ապա քրիստոնյա ենք ինքնին, որպեսզի մենք Աստծուց մեր երկրի համար խնդրենք ողորմություն, օրհնություն։ Տարվա սկիզբը կարելի ասել, որ շատ հանդարտ ու խաղաղ էր, հետո տարվա կեսից այն կողմ նոր որոշ բաներ տեղ ունեցան, որոնք եւ եկեղեցու համար, եւ հավատավոր ժողովրդի համար, եւ ազգի համար լավ հետևանքներ ու ազդեցություններ չունեցան մարդկանց վրա, հատկապես հոգեվոր դասի։ Նկատի ունենք Միքայել Սրբազանից ձերբակալություն, որ հունիսին տեղ ունեցավ, քաղաքապետի ձերբակալություն, դեկտեմբերի 7-ին տեղ ունեցած 7 ֆերք եկեղեցու այդ պատարակի, որ մեր քաղաքը ալեկոզվեց, խաղաղությունը խախտվեց, որ իրավունք չունի որևէ մեկը մի ամբողջ բնակչության մի քաղաքի անդորը խաղաղությունը խռովեցնի։ Այդ առումով ոնց որ այսպես ասենք, կեսը լավ ընթացավ տարվա, որոշ առումներով իհարկե որոշ բացասական բաներ էլ կային, բայց կարևոր բաների մասին ես ասեցի, որ կեսը անցավ շատ հանգիստ ու խաղաղ, իսկ կեսից արդեն մինչև առեսօր այդ ալեկոծությունները տեղի ունեցան։ Մենք էլ ժողովրդին միշտ հույսով ենք ապրեցնում։ Աստված էլ մեզ ասում է, որ հույսը ամոթով չի թողնի, մանավանդ երբ որ մարդը հույս է դնում Աստծո վրա։ Ասում է վայ այն մարդուն, որ հույս է դրել է մարդկանց վրա։ Երան է այն մարդուն, ով որ հույս է դրել է Աստծո վրա, ամոթով չես մնա։ Ասում է ինձ մոտ եկողներին դուրս չեմ անի։ Ինձ մոտ եկողին դադարք հետ չեմ վերադառնի։ Ձեզ որ չեմ թողնի, ձեզ հետ է միջև աշխարհի վաղճանը։ Այս հույսով պիտի ապրենք։ Այդ ակնկալիքն ունենք գալիք տարվա համար։ Մենք որպես քրիստոնյա ընդունենք դիմավորենք Տիրոջ ծնունդը, շատ կարևոր բան է գիտեք, որ մարդը ապաշխարությամբ ապրի։ Ինչպես որ տեսեք Զաքեոսը մաքսավոր էր, խաշտաղ էր, խլում էր, զրգում էր, երբ որ Տերը ներս մտավ Զաքեոսի տուն, Զաքեոսը մաքսավորից դարձավ աշակերտ, խլողից զրգողից դարձավ բաշխող տվող, ասես Տեր հարստությանս կեսը կվաճառեմ, աղքատներին կտամ, ում խաբել եմ քարապատիկ հետ կտամ։ Կատարյալ ապաշխարություն, այսպիսի ապաշխարություն է ակնկալում մեր ամբողջ ժողովրդից։ Ինձնից սկսած վերջացրած ամեն յուրաքանչյուրը։ Այդ ապաշխարությունը, այդ դարձ, այդ փոփոխությունը, որ Աստծո օրհնությունը իջնի։ Եվ մեր այս խոսակցությունը ավարտենք լավ բդահասման վրա, որ մեր սուրբերի շատ-շատերը, ոչ միայն մեկը, Սահակ Պարտևը, Հովան Կարնեցին, Գրիգոր Լուսավորիչը, Կոնստանտինոս թագավորը տեսիլք են տեսել հայոց ազգի համար, որ հայոց ազգը պիտի ծաղկի, պիտի վեր բարձրանա։ Արշակունյաց տոմից պիտի թագավոր ունենանք, Լուսավորչի տոմից էլ վեհաբար հայրապետ պիտի ունենանք, ու մեր ազգը պիտի բարձրանա։ Ոչ թե պիտի ունենանք նախագահ նշանակում է նախքան կաղը, սրանք թագավոր չեն, օձյալ, ընտրյալ թագավոր պիտի ունենանք, որ Աստված պիտի ընտրի։